Տեր, ինչ լավ է, որ մենք այստեղ ենք։ Այս խոսքերը սիրելի քրիստոնյա եղբայրներ եւ քույրեր, առաքյալներից մեկը ասաց Հիսուսին, ինչ լավ է, որ մենք այստեղ ենք, ասեց Հիսուսին նկատի ունենալով այն պահը, երբ որ իրենք վայելում էին արքայության բույրը եւ Աստծո արքայության այդ պատկերը։ Այսօր պայծառակերպության լուսավոր ջերմ արեգակնային տոնն է, երբ որ մեր Տերը 6 օր հետո իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբայր Հովհաննեսին եւ նրանց հանեց առանձին մի բարձր լեռ եւ նրանց առջեւ պայծառակերպվեց եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակ եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը եւ ահա նրանց երևացին Մովսեսը եւ Եղիան, որ խոսում էին Տիրոջ հետ։ Պետրոսը պատասխանեց եւ ասաց Հիսուսին. Տեր, ինչ լավ է, որ մենք այստեղ ենք։ Եթե կամենաս, 3 տաղավարներ կպատրաստենք, մեկը քեզ համար, մեկը Մովսեսի, մյուսը Եղիայի։ Տեր խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ, եւ ամպի միջից մի ձայն ելևաց եւ ասաց. Դա է իմ սիրելի որդին, որին հաճեցա, իրեն լսեք։ Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան։ Եվ Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց եւ ասաց. Ոտքի ելեք, մի վախեցեք։ Նրանք աչքերը բարձրացրեցին, Հիսուսից բացի ոչ ոք չտեսան։ Տոնը կոչվում է նաև Վարդավառ։ Սիրելի հավատացյալներ, եւ այս տոնը 5 տաղավար տոներից, տաղավար նշանակում է գլխավորագույն, հայ եկեղեցու կարևորագույն տոներից երրորդը, այս Վարդավառը պայծառակերպությունը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց եւ ինչպես որ եկեղեցու հայրերն են ասում, կարծես թե վարագույրը բացեց երկնքի արքայության եւ այնտեղ իր հետ հայտնվեցին Մովսեսը եւ Եղիան, օրենսդիրը եւ մարգարեն եւ այդ բույրը, այդ պատկերային ականատես եղան իր 3 որ մենք կանգնում ենք աղոթքի Ինչպես Հիսուս պայծառակերպության ժամանակ Թաբոր լեռան վրա պայծառակերպվում է, այլափոխվում է եւ բարեփոխվում է մեր հոգին, զուլալվում է մեր հոգին, մաքրվում է մեր հոգին եւ մեր Թաբոր լեռը, հայ ժողովրդի Թաբոր լեռը Մայր Աթոր Սուրբ Էջմիածինն է, ամենայն հայոց վեհափառ հայրապետի կացարանը եւ այն վայրը, որտեղ կառուցված են մեր սրբազան տաճարները եւ եկեղեցիները, եւ ամեն գալուց մեր Թաբոր լեռ, մեր սուրբ տաճարներ լցնում ենք եւ կանգնում ենք աղոթքի, նման է պայծառակերպության այն պատկերին, երբ որ Տերը, ինչպես ասեցի, վարագույրը բացեց եւ մի պահ առաքյալները ականատես եղան հավերժական կյանքին։ Եվ առաքյալներից Պետրոսը, որ միշտ նախաձեռնող էր, միշտ ինքն էր խոսք ասում, ասեց ինչ լավ է, որ մենք այստեղ ենք։ Հիմա ինչ լավ է, որ մենք այսօր այստեղ ենք։ Ինչ լավ է, որ այսօր պայծառակերպության այս տոնին կանգնած ենք Տիրոջ առջև եւ խնդրում ենք Տիրոջից մեր պայծառակերպությունը, մեր լուսավորությունը եւ լցնում ենք իր տաճարը, որովհետեւ այս տաճարները մեզ համար ոչ միայն Թաբոր լեռ են, այլ նաեւ Նոյան տապան։ Վարդավառ հնում իրար վրա ջուր էին լցնում, ջուր էին սրսկում եւ դա գալիս է որտեղից։ Աստված
վերացրեց ամբողջ աշխարհը ջրեղեղի միջոցով, ջրի միջոցով մարդկությունը վերացրեց, բացի Նոյի ընտանիքից։ Ի հիշատակ այս փրկության երկրորդ քաղաքակրթության սկիզբը, որ Նոյով եւ Հայաստանով, մեծ Հայաստանով սկսվեց եւ դրախտից, ուրեմն մեզ հիշեցնում է, որ այդ իրար վրա ջուր լցնելը Նոյի ջրեղեղի պատկերն է խորհրդանշում եւ վարդ, ինչու ենք ասում վարդ, վարդավառ, որովհետեւ մեր Սուրբ Եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացին մեկնաբանելով ասում է. Քրիստոս նման է փակված վարդի, որը բացվելով գեղեցկանում է եւ ներկայանում է մեզ։ Պայծառակերպության օրը, ինչպես փակ վարդը բացվելով մեր աչքին հաճելի է եւ բուրմունքով հաճելի է մեզ, այնպես Քրիստոս, ինչպես բացված վարդ, պայծառակերպվեց եւ ցույց տվեց, որ ամեն փրկվող նմանվելու է այս պատկերի Հիսուսի պատկերին։ Ու Հիսուսի լուսավոր կերպարին, ավելի լուսավոր, քան արեգակը։ Փառք մեր Տիրոջը, իր ողորմությունը խնդրենք, որ արժանանանք այդ փրկությանը, որ հագնենք այդ լուսավոր կերպարը եւ հավերժական Տիրոջ խորանների առջև վայելենք Տիրոջ ներկայությունը։ Սիրելի հավատացյալներ, վարդավառի պայծառակերպության տոնը գալիս է մեզ մեկ անգամ եւս ապացուցելու, եւ դու կանգնում ես աղոթքի, երբ որ դու ծնրադիր աղոթում ես, երբ որ դու անկեղծ կանգնում ես Աստծո առջև, ուղղակի նմանվում ես երկնքի արքայության դռները բացված մի վիճակի։ Այդ պահին, օրինակի համար, երբ որ դու Սուրբ Գիրք ես ընթերցում, Սուրբ Գրքի հետ հաղորդակից ես, Աստծո խոսքի հետ կարդում ես եւ հաղորդակից ես, ամբողջ հրեշտակած դասը ներկա է այդտեղ եւ պահպանում է քեզ։ Պայծառակերպության ժամանակ Մովսեսը հայտնվեց այս պատկերի մեջ։ Այն Մովսեսը, այն օրենսդիրը, որի միջոցով Աստված իր 10 պատվիրանները տվեց ամբողջ մարդկությանը, մահացել էր շատ Հիսուսից առաջ, երկար դարեր առաջ։ Այս Մովսեսը հառնեց եւ կանգնեց Հիսուսի առջև։ Հիմա մարդիկ կմտածեն, անհնարին բան Աստծո համար չկա։ Որևէ բան Աստծո համար անհնարին բան չկա։ Դարեր առաջ մահացած Մովսեսը, որ թաղվեց, գերեզման ճիշտ է, ուներ, բայց անհայտ էր, Մովսեսը պայծառակերպության ժամանակ ներկա էր Հիսուսի հետ եւ զրուցում էր իր հետ։ Այն Մովսեսը, որը երկար ժամանակ արդեն վախճանը կնքել էր, բայց Աստծո համար չկա մահ, Աստծո համար չկա վերջ, Աստծո համար միայն կա սկիզբ եւ հավերժություն։ Մենք ենք մեզ համար սահմանում վերջ, վերջակետ, ստորակետ։ Աստծո համար վերջակետ, բառ չկա։ Աստծո համար ամեն ինչ շարունակական է։ Աստծո համար ամեն ինչ հավերժական է, որովհետեւ ինչպես Մովսես կանգնեց պայծառակերպության այդ Թաբոր լեռան վրա Հիսուսի հետ զրուցում էր, այնպես է բոլոր քրիստոնյաները, ովքեր Աստծո ողորմությամբ արժանանալու են փրկության, կանգնելու են Հիսուսի առջև եւ վայելելու են Տիրոջը հավերժապես։ Եղիան երկար ժամանակ դարեր առաջ Տիրոջ մեծ ողորմությամբ հափշտակվել էր եւ մահ չէր տեսել, Աստծո արքայության մեջ էր, Մովսեսի հետ միասին հայտնվեց պայծառակերպության Թաբոր լեռան վրա։ Հիմա այս պատկերից ինչ ենք հասկանում, այս խորհուրդը որն է։ Եղիա Մովսես։ Տերը ոչ միայն տերերի Աստված է, այլ նաև ննջեցյալների Աստված է։ Հիշում եք 5 կտակարանի մեջ, երբ որ Աստված խոսում է Աբրահամի, Հակոբի եւ մյուս նահապետների, մարգարեների մասին, թեպետ նրանք մահացել էին, ննջում էին,
բայց Աստված ասում է, ես եմ Աբրահամի Աստվածը, ոչ թե ես էի Աբրահամի Աստվածը, ես էի Հակոբի Աստվածը, խոսում է ներկա ժամանակով, Աստված միշտ ներկա ժամանակով է խոսում իր սիրելիների մասին, ես եմ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը, այսինքն Եղիան այդ պահին պետք էր Տիրոջ կողքին էր, Մովսեսը պետք էր Տիրոջ կողքին էր, իսկ ինչու բերեց այս օրենսդրին Մովսեսին և Եղիային, ինչու այս պատկերի մեջ տեսնում ենք երեքին զրուցելուց, Հիսուս, Մովսես և Եղիա։ Այս պայծառակերպության պատկերից առաջ Հիսուսը հարցնում է իր առաքյալներին, ով եմ ես, իմ մասին ինչ են ասում։ Հիսուսը իր մասին ասում է, ինչ են ասում իմ մասին։ Առաքյալները ասում են, որ ոմանք ասում են, թե դու մարգարեներից մեկն ես, ոմանք էլ ասում են, մի թագավոր է եկել է կամ որևէ Եղիան է եկել։ Եվ այսպես տատամսոտ պատասխան տվեցին Հիսուսին։ Եվ այս պատկերից հետո գալիս է Հիսուսի չարչարանք, խաչելություն, հարություն։ Հիմա որպեսզի առաքյալները գոտեպնդվեին հավատքի մեջ, ինչ էր պետք։ Պետք էր առաքյալներին այս երեքին, Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին Հիսուսը հավաստիացներ, ցույց տար հրաշքի միջոցով ամրապնդելու նրանց հավատքը։ Հիմա երբեմն մեզ այսօր եւ վաղը երեք երբեմն Հիսուս պատկերներ է տալիս իր խոսքով, իր հրաշքով, իր հայտնությամբ ամրապնդելու մեր հավատքը, որ ես Հիսուսս երեք այսօր եւ վաղը նույն եւ հավիտյան նույնն եմ, չեմ փոխվել, երկրորդ անգամ եմ գալու դատելու աշխարհը ավելի խստությամբ։ Հիմա այս պատկերի միջոցով նաև մեզ փոխանցվում է, որ երբ որ մի դու կարևոր գործ ես կատարում կամ կարևոր վկայություն պիտի անես, պիտի փաստեր լինեն, մարդիկ լինեն այդտեղ։ Հիմա առաքյալների ներկայության, որ այս պայծառակերպության պատկերը Հիսուսը չնայած ասեց ոչ մեկին չասեք այս հրաշքի մասին, մինչև հարությունից հետո, երբ որ ես հառնեմ, նոր կքարոզեք պայծառակերպության այս հրաշքի մասին։ Սիրելի քրիստոնյաներ, սիրելի հավատացյալներ, այս տոնը գալիս է ջերմացնելու մեր հոգին, լուսավորելու մեր կերպարը, լուսավորելու մեր գործերը և մեզ ասելու, որ դուք լուսո որդիներ եք։ Մենք լուսո որդիներ ենք և տա Աստված, որ այդ լույսը մեր հոգիներում որևիցե մի կերպով չխամրի և չթուլանա մեր հավատքի ճանապարհի մեջ։ Աստված երեք այսօր և վաղը միշտ պայծառակերպություն է գալիս, տալիս մեզ, լուսավորություն է տալիս, լուսավորում է մեր հոգին։ Ինչով? Պարզ մի բանով։ Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածների չպաշտես, մի պաշտեք այլ աստվածների, որովհետև Հիսուս պայծառակերպված Աստված այսօր և վաղը գալու է մեզ առաջնորդելու դեպի փրկության։ Քրիստոնյան մի գնացքի մեջ է և այդ գնացքը գնում է հավերժական կյանք, հավիտենական կյանք։ Ինչ է այս կյանքը? Մի քանի տարի, մի քանի տասնամյակ կամ տասնամյակ էլ ոչ, տեսնում ենք մարդը այսօր կար, վաղը ծերացավ, մյուս օրը պիտի լքի այս աշխարհը։ Սա է կյանքը։ Աստված ասում է ոչ և ոչ և ոչ։ Ես քեզ պիտի հարություն տամ, ես քեզ պիտի փրկեմ, ես քեզ պիտի պայծառացնեմ, ես եմ քո Տեր Աստվածը։ Եվ այն խոսքերը, երբ որ Հայր Աստված ամպի միջոցով ասեց հետևյալ խոսքերը, որ նույնիսկ առաքյալները վախեցան և դեմքի վրա տապալվեցին գետին վախից, դա է իմ սիրելի որդին, իրեն լսեք։ Այսօր Հայր Աստված նույնն է ասում բոլորիս, դա է իմ սիրելի որդին, դրան լսեք, իր խոսքը լսեք, ոչ միայն լսեք, այլև կատարեք, այժմ է միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։
Եվ տուր մեզ